Ներողություն։ Շատ ծխելու արդյունքն է։ Դες դաժե չգիտեմ ինչից սկսեմ տվյալ այս պահին։ Որտեվ երբ որ մարդու մոտ առաջանում է դեժավյու, նախ բոլորին ողջույն։ Դեժավյու էլ ասում ես, սենց գալիս է մարդու կյանքի մոտ մի պահ, մի քանի անգամ եղել է իմ հետ։ Որ ասում ես, արա այ ախպեր, այս պահը ես տեսել եմ, արդեն տեսել եմ։ Դա կոչվում է դեժավյու։ Որոշակի այտենց բարձր կրթություն ունեցող մարդիկ, աստղաբաններ, գիտնականներ բացատրում են դա նրանով, որ մարդու հոգին, որը միջև այդ ապրել է մեկ այլ մարմնի մեջ, վայրկյանական ակնթարթային հիշում է ինչ-որ մի դրվագ։ Դա կոչվում է դեժավյու։ Իր անցյալ կյանքից։ Յանի տենց, էլի։ Բարո Փաշյան, հեռու չթաս։ Հեսա խոսելու ենք քո հետ, զաուշտի ձևաչափով։ Բայց իմ ասած, իմ նշած կոնկրետ իմ ասած դեժավյուն, այտենց խելացի մարդկանց, գիտնականներ, աստղաբաններ, չգիտեմ, հազար ու մի ջնջուլապաշտների հետ ոչ մի կապ չունի։ Պրոստը երեք ազգային ժողովի նիստն էին նայում։ Իմ մոտ առաջացավ դեժավյու։ Բայց դեժավյուները լինում են տարբեր։ Գիտեք, որ մասն առաջացավ դեժավյու։ Այն որ Լուբեն Լուբինյանը, այն որ ամիս մեկ է լողնում, ըստ մեր ընկերներից մեկի ասելով, ասում է այնքան չի լողնում, մինչև տրուսիկ զորով քերելով հակից հանում է։ Այդ մարդ փնտի է, էլի։ Լուբեն Լուբինյանն էր, հա, Լուբեն Լուբինյանը հայտարարեց, ասում է, չնայած մենք Վարդևանյանին այդքան էլ չենք սիրում, ինքը կախարդական սատանայի դատապաշտպանն է։ Բայց ԿՊ-ն ձայներ կապահովի, որպեսզի Վարդևանյանն ընտրվի հետա ազգային ժողովի փոխոսնակ։ Ես ընդդիմության բան չսեմ։ Հորիս եմ, այդ մարդիկ իրանց հացի փողը կաշխատին։ Հանգիստ, խելոք, հեչ կապ չունին, դե ինչ զնակա խփած, հասկցող հասկն է ու մասին ակսեմ։ Նիկոլի տված զնակն է, Լենին պապի զնակն է, ասած սեռը վերև տնկած, սովորել, թե ուժեղ Հայաստանի զնակն է։ Կարևորը իրանք ելույթ են ունենեմ, իրանք ցույց են տալի, որ իրանք կրթված մարդիկ են, դեսպան են եղել։ Ես բան չսեմ, ջուզ եմ, հա, չմոռնամ, դեժավյու։ Ես գիտեմ, խոսում եմ, հեսա զանգ կգա, գիտես, որտեղ զանգ եմ սպասում, էդ էլ է դեժավյու։ Ակամայից ես որպես հայ, ով բառիս բոլոր իմաստներով կորցրել է իր հոգեկան, հոգևոր հանգստությունը, Արցախյան երկրորդ պատերազմից հետո, իմ մոտ դեժավյու առաջացավ, ես վերհիշեցի 18 թիվը։ Երբ որ երեկ Լուբեն Լուբինյանն ասաց, մենք չենք սիրում սատանայի դատապաշտպանին, իրանք այտենց անվանում են Վարդևանյանին, Արամ Վարդևանյանին։ Սատանի ճտերը Արամ Վարդևանյանին անվանում են սատանայի դատապաշտպան։ Ինչ-որ առումով, ալիգորիկ առումով, փոխաբերական իմաստով միգուցե ճիշտ են։ Բայց մենք ձայներ կտանք, որ Վարդևանյանն ընտրվի ազգային ժողովի փոխոսնակ։ Այ մարսես նստում եմ, այսպես քրքրված, այսպես նայում եմ, ասում եմ, լավ, այս պահը ես էլ որդ եմ տեսել։ Որ սենց դեժավյուն եկավ, մտավ իմ ուղի մեջ, սենց մտավ հելավ։ Հիշամ 18 թիվն։ Նույն բառամթերքով, նույն բառապաշարով խոսում էր ով։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Էդուարդ Շարմազանովը։ Նույն բառամթերքով, որ մենք Նիկոլ Փաշինյանին չենք սիրում, խոսքի։ Չտապեք քլնգել, հեսա համեմատությունը կասեմ ինչի մեջ է ու տարբերությունը ինչի մեջ է։ Բայց Հանրապետական կուսակցությունը որոշել է ձայների մինիմալ քանակով Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ։ Ածին վածին, սենց ասում է ռուսերենով է տոչ, վ կանդե արանքը, վ։
Նիկոլ Վլադիմիրովիչ։ Բավայևիչ, կապ չունի ինչա։ Բայց տարբերությունը մեծ է։ Չէ, բառամը թերքը գիտեք խիանույն է։ Իմ հարգելի ընկերներ եւ ոչ միայն։ Որտեվ դիրիժորը նույնն է։ Սցենար գրողը, ուրա դրիշկեց անդրավտել։ Որ վերցայ, դա թուղթ, կսա սցենարա կգրեմ։ Նույն մարդն է, չփոխվերա։ Այդ դիրիժոր սցենարիստը նույնն է։ Թե իմալ պիտի խոսան, ինչ պիտի ասեն, ոնց պիտի ասեն, որ անկյան տակ պիտի ասեն։ Նույն սցենարիստն է, բայց տարբերություններ կա 18 թվի եւ այսօրվա իրականության մեջ։ Քանի որ 18 թվին, երբ որ Հայաստանի Հանրապետական Կուսակցության Էդուարդ Շարմազանովը այդքան ասում էր, մենք ունենք հայկական Արցախ։ Տարբերությունը շատ մեծ է։ Քանի որ երբ որ Հանրապետական Կուսակցության բարձրագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը այդքան ասում էր, Հանրապետական Կուսակցությունից այստեղ ամենամեծ տարբերությունը ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Շարմազանովը, ոչ Աշոտյանը, ոչ մեկի վրա մորքեֆուտ չէին դրել ու չէին ասել հելի փողոց Սերժ Մերժի։ Այդ է տարբերությունը։ Ոչ մեկին չէին ասել ով չհելնի փողոց գոթա։ Հա կարող ալի 25+։ Բայց այս եթերն վերաբերվելու է հիմնականում Պարոփաշյանին։ Այսի պրոստը միջանկյալ sense խոսում եմ անցնեմ առաջ։ Շատ մեծ քրքրվել եմ, ծակրտվել եմ այդ տեղեկությունն փորձել եմ հասկանալ։ Այդ է տարբերությունը, բայց սցենարիստը նույնն է։ Կարող է ճոգեք սցենարիստնովա։ Հələ մտածեք, վախտին ոտանավոր էինք, ասեմ։ Հələ մտածեք այսինքն։ Ձմեռն եկավ սապոգ չունեմ, Քորլևոնի աշկը չունեմ։ Ասել եմ 25+։ Մասամբ։ Նույն սցենարիստն է, նույն դիրիժորը։ Մեխոքել, մեհրոշ կանձնավորություն, մետո, չգիտեմ էլի, ես գնայեմ կսեմ, այ մարդ, ես իմալ գտնեմ ածան արծիվ կուսակցությունը։ Մեկը հելավ ասեց էդի ես եմ։ Նավակ ջոջող, կսա անձի ասում են Օմարի արծիվ, բայց դա ասում ես չեմ ասամ։ Էդի իմ ծառայակից ընկերներն են ինձ տենց կնիկ տրևրես, կնիկ, ասել են դու, Վիլեն Կապրելյան, Օմարի արծիվն ես։ Բայց ոչ մեկ ընդից հարց չի տալի, էլի իր կիսալուսին ժպիտով, շատերի մոտ կիսալուսին վիճակա։ Փոքրիկ նամազի գորգիկն էր պետքա բերեն ազգային ժողով, ջրաղացի Ժանուլին կանչեն, էդի մոտի կանալ փոխինձ բաժանի, փոխինձ ջրաղացի Ժանուլը։ Մարդա մեկ թաղեմ քեզ, չթաղեմ այսինքն։ Փոխինձ բաժանի եւ մարդիկ սկսեն նամազ անել։ Ու մեկը չասեց, այ մարդ, ինչի համար քեզ ասին Օմարի արծիվ։ Շատերը, որտեղ ովքեր պաշտպանում են եւ ունեն իրավունք պաշտպանելու, խոսքի օրինակ։ Մերն մեծ հեմոֆրոդիտ մեծ կսկերով Պարոփաշյանին ծափագիտային կսեն Վիլենն Օմարի արծիվն է։ Ես չեմ ճանաչում անձամբ որպես հայ Օմարի արծիվ, ով ծնվել է խոսքի ձեր բառամթերքով խորհրդային Ադրբեջանում, եկել է հանձնել է Արցախ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ այսօր ազգային ժողովի ամբիոնից դեռ խոսալու իրավունք ունի։ Վիլեն Կապրելյան, անցի մի թեթև կսես, անցի չէ, հանրությանն, քեզ չեն ասում Օմարի արծիվ։ Զակակի твои заслуги, ինչպես ասում էր Ստալինը։ Երջանկահիշատակ։ Հե։ Կասես մի հատ։ Որպես ինչ են նշել Օմարի արծիվ, տարբերակ A։ Բան են խաղում էլի։ Այն ինչ էր, ով է ուզում դառնալ միլիոնատեր։ Տարբերակ A։ Քո քթի կառուցվածքի համար։ Տարբերակ B։ Քո խոժոր հայացքի համար։ Տարբերակ G։ Արծվի նման արագ թռնելու համար։ Տարբերակ D։ Միջնադարում, 4 տարբերակ, 4։ Միջնադարում արծիվները եւ ղշերը այդ թռչունների միջոցով մարդիկ իրանց պիսմոն նամակն էին ուղարկում այս թագավորությունից այն թագավորություն։ Հիմի հարց, տարբերակներից որն է ամենաճիշտը։ Հա։ Մեծարգո, ածան արծիվ կուսակցության հիմնադիր Վիլեն Կապրելյան։ Կարող է տարբերակ 4-ն է։ Հա։ Էտա որ կայները ես ազգային ժողով, քեզի քրքրերով, ծակրտերով խոսում ես։
Սպանում ես քեզ խոսալով, ասում ես, այ մարդ, մենք փրկել ենք ձեզ։ Մենք այդ ԱՔՊ կուսակցություն փրկել ենք ձեզ։ Բայց դուք չհարցրիք, ասիք, հայ ժողովուրդ, հայ ազգ, 120,000 արցախցի, ուզում եք մենք ձեզ փրկենք։ Ասեմ ավելին, մեր էտա հեմոֆրոդիտ վարչապետն, ով էտա իր պատկներով խաղեր ակի դա ամեն առավոտ, Թաթայի երգի տակ, Կոբզոնի երգերի տակ, բայց ինքը հակառուս է, Թուփակի երգերի տակ, առանց հասկանալու, որ ընդ բարերի կեսն fuck you է, խոսքի, սիրեմ քեզ, այդ արտահայտությունն է, Հեմոֆրոդիտ Փաշինյանը ժամանակին ասում էր Արցախի հայությունը մեզի ձայն չի տվել, մենք իրավունք չունենք Արցախի հարցնելու ձայն։ Դուք առանց հարցնելու Արցախի ժողովրդի կամքն ու հաշվի առնելու նպատակները, վերցիկ պատերազմ հրահրիկ, ծախիկ, տվիկ պրահայում էլ ստորագրիկ, ասիկ լուբա կրեմել, խփիկ, չէ, ածանարձիվ, հիմի հարց, չեմ ուզում խորանալ մեր պարոն Փաշյանի հետ այդ թեմայով, որտեղ շատ կարևոր թեմա կա, որը շատ շուտվանից ընձի տանջերա, քրքրերա, ծակրտերա, ածանարձիվ, հա, վիլեն հլը մի հատ ընձի կսես, ես այն որ դու ծնվել ես Բաքվում, ես դրա դեմ ոչինչ չունեմ, վերջերս Մոսկվայում էի, հիմա էլի պիտի գնամ Մոսկվա որոշ ժամանակ հետո, կիսատ գործեր կան, եկել եմ մեկ այլ բնակավայր, բայց երևի չերես Սանկտ Պետերբուրգ, ես ընդ այն որ վիդեո էի նկարել, ամենայն անկեղծությամբ, որ ասում էի պարոն Փաշյան գաս խաշուտենք, ոտ Լևալու Լագյանով, երբ որ մենք տղեկով, ընկերներով, ծանոթներով, բարեկամներով, հարազատ մարդկանցով գնացել էինք խաշուտելու, կողքի սեղանին նստած էր 3 ծնունդով բաքվեցի հայ, որոնք հետո եկան միացան մեր սեղանին, ասին մենք մի բուր հայ ենք, պետք է միասնական լինենք գոյնա, ասել Արման Ղազարյանը, խաշուտելուց։ Ես այդ մարդկանց դեմ բան չունեմ, իրանք չեն ընտրե իրանք որտեղ ծնվեն, բայց երբ որ մարդը, տվյալ դեպքում ներողություն մարտարտահայտության համար, ով ներկայացնում է ածանարձիվ կուսակցությունը, բայց ինքն իրան վերանվանում է Օմարի արծիվ, գալու ազգային ժողովի ամբիոն եւ ասում է, ես չգիտեմ, բայց ինձ արծիվ էին ասում։ Վիլեն, իմալես վիլեն, հələ մի հատ պատմես մեր հանրության մանրակրկտորներ, Իջս խուժան բարասես գիտեմ, մանրակրկտորեն, թե իմալես դու աստե ընդե նստեմ խոսեմ մեր գերագույն, տիեզերական անկոտրելի Նիկոլ Փաշյանից։ Հա վիլեն, ինչեր ես ասում, ոտանավոր կար չէ, ով ագրե, այս ձերքերը, մոր ձերքերը, քո դեպքում ածանարձիվ, այս փետուրները, այս վզիկը, այս թևիկը, այս տոտիկը, ինչեր ես խոսում մեր պարոն Փաշյանից։ Կգնամ քո բառամթերքը, ամոթ եմ անում է, ես այսօր մի քիչ խուժան չեմ, որտեվ առավոտ շուտ պարոն Փաշյանը ինձ զարմացրեց, կայներ էր ասում էր դու դեռ ջահել ես, в полной расцвете сил, դու դեռ կարաս առաջ գնաս, հա վիլեն, Իդ որ կայնել ես անմեղ սունակի դեմքով կսես, մենք ձեզ փրկել ենք, ես էլ Օմարի արծիվն եմ, Օմարի արծիվ կարող է տարբերակ դներ, քո խաբար բզիկության համար, քո բամբասկոտության համար, մարդը պետք է ունենա սկզբունքներ, պարոն Վիլեն Գաբրելյան, պարոն էլ կսեմ մեծ են Վիլեն Գաբրելյան, երբ որ մարդը, խոսքի օրինակ, մարդիկ եթե նույնիսկ մինչև վերջ հավատարիմ կմնան Նիկոլ Փաշինյանին, հա, տարբերակ եմ ասում, այդ մարդիկ ունեն նաև սկզբունքներ, սկզբունքայնություն պետք է ունենան, մանավանդ, եթե այդ մարդը ծնվել է տղա, ես չեմ ասում աղջիկները անսկզբունքային են, այդպես բան չեմ ասի ես, որտեվ հիմի աղջիկներ եւ կանայք կան, որ 1000 ու մի տղամարդուց ավել սկզբունքային են, սկզբունքայնություն, պրինցիպ, պետք է ունենալ յուրաքանչյուր մարդ, այլ ոչ թե գամտնի ԿՊ քաղաքացիական պայմանագիր, այդ կուլտուրական ասեմ, չեմ ասում քեմալական պուտանկեք, չեմ ասում ընդենզի մի հոգի հարազատ մարդ կա, ում ես որպես մարդ հարգում եմ, բայց ինքը չի կիսեմ Նիկոլ Փաշինյանի գաղափարները, է դրա համար, ու ինձ շատ հարազատ մարդ ու մոտիկ մարդ է, ուրեմն երբ որ մարդը մտնում է ԿՊ, հավատարմության պրիսյակ է տալի պարոն Փաշյանին, ասում է պարոն Փաշյան, քու ծծերուն մեռիմ, քու հետապտկների խշտկությանն խոնարհվիմ,
Այդ մարդը ոչ մի բարոյական իրավունք չունի, նստի այստեղ, այնտեղ եւ ամենուր, ինչպես ասում ես, Թուլաթը Ռոստամ եւ Զորաբ կինոյի մեջ։ Եվ բամբասի մեր Փարոփաշյանից, քեզ հարիր չէ վիլեն, Օմարի արծիվ։ Ուղղակի ես չեմ ուզում քո բառամթերքը կրկնեմ, ուղղակի ասում ես, այդ ճենջ աղբի տղեն, չշարունակեմ։ Այդ փնթի աղբի տղեն։ Ու դու այսօր ազգային ժողովի ամբիոնից ամպագորգոր ելույթներով լրիվ ջրաղացի ժանուլլա, գիտես։ Փոխ ինձ բաժնա, փոխ ինձ։ Մեկ էլ շուբ ունես ծախու, ղրգակողի գեղ, յանի ծախում ես, հետո հետ բեր։ Ասա փոշմանել եմ, շուբը չեմ ծախում։ Ատենց կլնես մուլտիմիլիոներ։ Ատենց կասեն նաև 4-րդ կեղծանունը, առևտրական վիլենը։ Դու առաջնորդվում ես ո՞ր սկզբունքով, որտեղ հաց ընդեղ կաց, հա։ Լավ էլի վիլեն։ Բան չսեմ քեզ, քանի որ դու ինչ տեսեր ես, այնի սովորեր ես։ Մեր Փարոփաշյանն իմալա։ Մեր օնկոտրելնի, մեր էտա մեր գնջի է ուզում ասել, մեր էտա ջուջլապաշ չէ։ Օնկոտրելի, դիզելական մասշտաբների Փարոփաշյանը։ Գեթա Ռուսաստան կսա պրիկլանավույց ցայր։ Գեթա էտա Месье Трампи, месье Макрони мод кса, бонжур, лягушки есть, давай поедим. Говорю, тяли, трабилкен աշխատума, քրքրում այրան, ինքը ճիճունի ուղակի, իրա ճիճունը չոբանի շունա պահամ, այդքան սոված է ինքը, գետա Ամերիկայի միացյալ նահանգներ, Թրամփն կսա, who is who, yani who is who, yani եսովա, Կողից էտա մակունցն ով ասում էր մշակույթը իմ մեջ, հա, ասմա, ատիկ մեր անկոտրելի Փարոփաշյանը, չես ճանաչում։ Երբ Փարոփաշյանին կանվանի Ալբանիայի դիրեկտոր, Փարոփաշյանը ասեց, համես դու հեզ գարասկոպով էլ, արևելյան գարասկոպով ինչպես, մի հատ տխմար ես կմոտենա կսա, Միստր Թրամփ, не хотите ли вы мне Трампам делать? Трамп кса нет, у меня более молодая жена. Я трансвеститами не интересуюсь. Մեր Փարոփաշյանի պես, վիլեն քաշը մեր Փարոփաշյանին, ով գորա էշ, վիլեն գորա եսալ վրի վեշ, բայց կարևոր չի հետի, ես ասոր մեր Փարոփաշյանը կուզեմ ադդուշի զրուցեմ, շնած մարդիկ ասում են որս հոգի չունեմ, բայց կուզեմ ադդուշի զրուցեմ, ուրեմն ես ես անկեղծակսեմ, ես քան մասն առանց հումոր, որտեղ ես հումորի շատ հեռու եմ, էլի, ոնց որ մեր Փարոփաշյանը քաղաքականությունից, հայրենիքի ամբողջականությունից եւ սահմանների անձեռնամխելիությունից ես էլ այդքան հումորից եմ հեռու։ Ես ծոկրտվե քրքրվել եմ, ասում եմ լավ այ ախպեր։ Ես ինքս էլի վերջի ստադիոնա նստում եմ, հայլուդեմ sense խոսում եմ։ Այն որ մեկ այդմա բժիշկի մոտ ասում է բժիշկ ջան, տարօրինակություններ ունեմ։ Ես ինքս նամակ եմ գրեմ, ղրգմեմ, հետո ստանում կարդում եմ։ Այս բժիշկն ասում է, ու ինչ ես գրել վերջին նամակիդ մեջ, ասում է բժիշկ, այս հիվանդն էլի, իմ օրի մարդա։ Հիվանդն ասում է, բժիշկ, խո դու հիբանուտի չես, համբերի ստանամ, կարդամ կասեմ, ինչ իմանամ, ինչ եմ գրել։ Հիմի իմնա։ Նստած խոսում եմ ինքսին հետ։ Ասում եմ, լավ այ ախպեր, էսա մեր Փարոփաշ, մեր անկոտրելի կրծքամսով լեցուն Փարոփաշյան, որ եկավ իշխանության։ Իրա երեխաների մոր հետ գնաց վեհապորի մոտ։ Ես դե չտենալու ակ տենամ են, կարմիր շորիկով, իրա մինչև երկար գրգրաճեղքը բացած, մինչև իրա հորիզոնական թորոմատ ժպիտը ցույց տվող Անուլիկ Հակոբյանը, ով այսօր ասում է ես դեմ եմ ընտանեկան բռնությանը եւ մատանել սենց անեմ։ Ես դե չեմ տեսել, ինքն բարոյական է, որտեղ մեր վարչապետի կնիկն է, դե ուրա կնիկ։ Ես այդքան մասը չեմ տեսել, լավ։ Ասում եմ լավ, եկավ իշխանության մի տեսակ շատ հայրենասեր էր, որը կասկածի տեղիք էր տալը։ Եկավ իշխանության, բերեցին էլի, պատգարակով, մոլլայի պես, բերին իշխանության Ալա Շուքուրզադեին, էտա մեր մինի Փարոփաշյանին, բերին իշխանության, ինքն եկեղեցին ասում էր առանձին պետական ինստիտուտ է, կադրերական համացանցում մտեք նայեք, ասում էր մեր հոգևոր ինստիտուտն է, այն մարդ մգա հորիա թռե եկեղեցու դեմքին, դրա հետ մեկտեղ, ես սենց թերթում եմ համացանցը, դե իմ բանը Facebook-ը գրքով է, էլի, սենց ճղած աբլոշկով գիք, ասենց թքոտում եմ մատաս ու թերթում եմ, ասում եմ էլ կայտեն եմ, արխիվային կադրեր,
Ինչեր կարամ ես ընդ տենամ, իմ ես ոչ այդքան հստակ տեսողություն ունեցող աչքերով, բայց у меня зрение орла и реакция мангуста. Բարով հաշանասա դու թարգմանեն։ Այ մարդ, տեսանյութա գնեմ, մեր պարոն Փաշյանը Աննա Հակոբյան շաբաթ մեկ փսակվեն բաժնվեն։ Մեր պարոն Փաշյանի էդի երկրորդ փաստ։ Հեչ վեճը չի, Աննա Հակոբյան դորակեթա, ում հետակեթա, որդեա գլողնա, ինչա կուտի, ումնա կուտի, էդի խուժանական էր։ Ինչա կուտի, որ դիրքովա կուտի։ Դրա հետ փաստ համար 3, մեկտեղը եմ, պարոն Փաշյանի գրած գիրքը։ Կատակ չեմ անում, էլի։ Մի քիչ ֆորմատը լուրջ չի, բայց դրա մեջ ճշմարտության նոտա կա սրա մեջ։ Կորտ, մեղա, ասել մեր ընկերներից մեկը, թաղեմ քեզ։ Կորտ, հատվածներն եմ նայում պարոն Փաշյանի։ Գրած հեղինակային գրքից, որը կոչվում է երկրի обратная сторона, երկրի հակառակ կողմը, որտեղ մեկտեղված եւ զետեղվածը այլասերվածության 50 երանգները։ Չէ՞։ Գնայ պարոն Փաշյանի վերաբերմունքը իր երեխաների հանդեպ։ Երեխեքին բան չսեմ, երեխեքը մեղք են։ Որ ասում է ոչխարին ինչ է քսեն բառան, քսեն բան ոչխարի ձակին ինչ է քսեն ոչխարի ձակին բան չսեն, ձակը մեղք է։ Այդ առումով ոչխարի ձակին բան չսեմ։ Ոչխար ասի։ Հզոր անկոտրելի ոչխարի ձակին բան չսեմ, ձակերին։ Երկու ձակ, երկուսն իրանը չի։ Հետո Սենց այդ փաստերը սենց համադրելով գետամ, հետո աշկիս այս աչ աշկիսա կհառնի ինչ են, մեր պարոն Փաշյանի ելույթ են, շատ շուտ, ոչ այդքան շատ, բայց շուտ, երբ որ ինքը նստած ինչ-որ մի հատ էտա միկրոֆոնի առաջ ասում էր, շատ կարևոր է, ցիտում եմ քեզ պարոն Փաշյան քույ թույլտվությամբ, մեր մեծագույն նկատի ունեմ կրծքեր, էլի, պատկներով վարչապետ, շատ կարևոր է, որ ասում ես կարող եմ որոշեմ կարևոր հանդիպումներից առաջ Արփին պետք է իմ ծոցը քնի։ Այ մարդ կսեմ, այս մարդ սերաշեղված է, թե չէ։ Առաջ տենց մտածեի։ Մագալ լրիվ փոխել եմ կարծիքս, ոչ։ Ու այդ բոլոր, դա տենց լիքը փաստեր կան, էլի, հազարներով չասեմ, տասնյակներով, հարյուրներով փաստեր կան, որ տենց կարելի է ասենց վերցել, համադրել իրար։ Տենց դնել իրար կող։ Հետո ելույթը գնայ, որ պարոն Փաշյանն ասում է, այս իմ խաչալուց հետո այդ նյութն ճպծում Facebook։ Ասում է, ինչպես մեր Տեր ցիտում եմ, ինչպես մեր Տեր Հիսուսը մտավ եկեղեցի եւ քանդեց ան եւ ասեց՝ «Մի սարքեք իմ հոր տունը առևտրի կենտրոն»։ Դա ասում է մեր պարոն Փաշյանը։ Այնպես էլ մենք պիտի վարվենք։ Դա ինքը ասել է 18 թվին։ Այս ամենի մեջ կա ընդամենը մեկ դրական կողմ։ Այս իմ նշած փաստերի մեջ, որ Նիկոլ Փաշինյանը միշտ արել է այն ինչ ասել է։ Ամենևին ես հիմի չեմ գովում մեր մեծապտուկ պարոն Փաշյանին, մեծ կրծքերով լեցուն, բայց այդ գործոնը, այդ փաստը կա իր մոտ, ասես չէ ստորագրելու եմ, գնաց ստորագրեց։ Ու այսօր մարդիկ, ովքեր կոչ չարեցին ժողովրդին փողոց փակելու, որ Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը փակվեր։ Այսօր այդ մարդիկ մեզ ասում են ժողովուրդը մեղավոր է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց։ Ոչ, ժողովուրդը մեղավոր է զուտ նրանով, որ լսեց ձեզ։ Այդրանով ժողովուրդը մեղավոր է։ Դուք մեղավոր չեք, գիտեք խի, ես էլ ասեմ առաջ, ձեզ չեմ անդրադառնալու։ Իմաստ չունի, որտեվ հասարակ շարքային քաղաքացին չի հասկանում, որ դուք աշխարհի տարբեր երկրներում ունեք հաշվե համարներ, բիզնեսներ։ Մեծ հաշվով, ինչպես կառուցված է մարդկային ուղեղի մեխանիզմը, դուք թքած ունեք շարքային հասարակ հայի վրա, անտուն մնացած արցախցու վրա, կներեն արցախցիներին։ Իր տունը վառած լացը աչքերի մեջ Հայաստան ներգաղթած արցախցու վրա, որտեվ դուք ասում եք, այդ արցախցին կամ այդ մյուս հայաստանցին, այդ խոսույթն էլ ներդրել է ով, լավ տեսողություն ունեցող ոմն նախագահը։ Այդ խոսույթը ներդրել է մեր ազգի մեջ, դա Լևոնը։ Որտեվ դուք ասում եք, երբ որ ես իմ բիզնեսը չարքաշ ձևով ստեղծում էի, ոչ մեկ իմ կողքը չէր։ Հիմա ես խի պետք է ժертվատամ իմ բիզնեսները, աշխարհի շատ երկրներում։ Կապ չունի որտե, ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան։
Խիպտի օտար երկրները, որոնք առաջնորդվում են իրանց պետական շահով, որ Հայաստանը կիսեն մաս, հա? Ես խիպտի իմ բիզնեսը ժերտվատամ, իմ հաշվեհամաները սառեցվեն։ Ես դրա համար այդ մարդկանց էլ չեմ մեղադրում։ Մարդիկ իրանց շահն են հետապնդում, անձնական։ Ու մեր ժողովուրդը այդ մարդկանց մեղադրելուց առաջ, որոնցից մեկն էլ ես եմ, պետք է այդքանը գոնե հաշվի առնի։ Այ եթե ազգն ու ժողովուրդը ոտքի կանգնեն եւ ասեն, խոսքը օրինակ, տարբերակ, ոտքի կանգնեն եւ ասեն, «Էն ինչ անում եք դուք», հարգելի ասի, մեծարգո իշխանություն եւ ընդդիմություն, մեր դուրը չի գալի։ Ես ուզում եմ ունենամ ազգային ժողով, որպեսի ազգային ժողովում քննարկվի պետությանը վերաբերող հարցեր, պետական անվտանգությանը վերաբերող հարցեր, այլ ոչ թե ունենամ ազգային ժողով, որտեղ անտռուսիկ, ինք իրա բերանով է խոստովան է, ծառայեց ոմն խոզ, որ նայում ես դեմքին, լրիվ վարազ, անթրաշ, բայց գանգնի ազգային ժողովի ամբյոնից եւ ընդդիմությանն ասի դուք չեք մտածում, որ պետք է ներողություն խնդրեք մեզնից։ Ու ընդդիմության ընտրողներից ոչ մեկ մի հատ Facebook-ում չի գրեմ, լավ, ամոթը ձեր համար շատ թանկ արժի։ Օրինակ, ընդդիմությանը ձայն տվող մարդիկ, խիպտ ետի լսեն ազգային ժողովի այդ հեռուստաէկրաններից։ Ինչի համար դուք, որ ստացել եք ժողովրդի X քվեն, պետք է ներողություն խնդրեք անտրուսիկ ծառայած ոմն ղախպի տղուց, ով խայտարակում էր հայ ազգի հայ զինվորի կերպարը, ասելով, որ իբր թե իր բառամթերքով երկրորդ նախագահի ժամանակ հայ զինվորը ծառայել է անտրուսիկ, ու Ադրբեջանը խնդում էր մեր վրա։ Ու ոչ մեկ կողից հարց չէր տալի, բա բոզիս տղա, բարոյապես բոզի տղա։ Բա որ այդ անտրուսիկ ծառայել են, կարող է մի հատ մեղ ու գար էտա պուպուլ ընկծեր, պուպուլն ուռեր ու գար տար քո բերանը, Վահագն Ալեքսանյան, չի տենց բանանող չէ լավ, եթե մենք անտրուսիկ ենք ծառայել։ Կոնկրետ ես ծառայել եմ հենց երկրորդ նախագահի ժամանակաշրջանում։ Լեռնային Ղարաբաղում, Արցախում։ Հրետանավոր եմ եղել։ Ես չեմ տեսել զինվոր, որ չունենա անդրավարտիկ, ֆորմի պակաս։ Ես այդպես բան չեմ տեսել։ Իսկ ոմն պոռնկատեն չէ, հեսա հիմնավոր եմ դուք ես պոռնկատեչ, Նիկոլ Փաշինյան։ Բայց քո մտածելով դա նորմա, օքեյ է։ Հայտարարություններ արամ, ասում էր, որ նախկին նախագահների ժամանակ կոնֆետը գցում էին գետին, զինվորները հավաքում էին։ Արա, այ անմեղ սունակ, նոր տարուն մեզ դաժե շամպայն էին տալի, մեկ գավաթ, որ նոր տարի շնորհավորենք, ու դա կոչվում էր թալանված բանակ, այդ որ մի կոնֆետի կարոտ զինվորնա նոր տարուն շամպայն խմում, հը, ես խմել եմ, ու իմ հետ խմել են 130 քանի զինվոր, որոնք կազմում էին մեր զորամասի այդ հատվածի զինվորների թվաքանակ։ Բայց դրա մասին չեմ ուզում խոսամ։ Ես ուզում եմ խոսամ նրա մասին, որ որտեղից է գալի Նիկոլ Փաշինյանի ատելությունը եկեղեցու հանդեպ։ Բայց մինչև դրան անցնել է, որը կաշխատեմ մաքսիմում կարճ ձևակերպեմ։ Ես ուզում եմ հարց տամ հենց նույն Նիկոլ Փաշինյանին։ Եվ Նիկոլ Փաշինյանի որոշակի մոլերանտ աջակիցներին, ոչ բոլորին։ Դուք ընդունում եք Աստվածաշունչը։ Հա։ Աստվածաշունչը կազմված է 5 կտակարանից եւ նոր կտակարանից։ Դուք Աստվածաշունչը ամբողջովին ընդունում եք։ Թե չէ։ Հիմա շատերը կասեք, ընդունում ենք։ Մենք չենք ընդունում Գարեգին Բ-ին։ Ես էլ կասեմ դուք խափում եք։ Դուք չեք ընդունում Աստվածաշունչը ամբողջությամբ։ Որովհետև եթե ուղղակի մի փոքր վերցնես ուսումնասիրես Աստվածաշունչը, 5 կտակարան եւ նոր կտակարան, որոնք շատ տեղերում տարբերվում են իրարից։
եւ միաժամանակ ուսումնասիրես հрьяաների Իսրայելի կրոնական մոտեցումները Աստծու հանդեպ, չգիտեմ, Հիսուս Քրիստոսի հանդեպ, ով նրանք չեն ընդունում, չէ՞ որ Հիսուս Քրիստոսը Աստծու որդին է, հայրենները չեն ընդունում։ Ապա հստակ կհասկանաք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է անում։ Մեր ձևակերպմամբ Նիկոլ Փաշինյանը անբարոյական է, հեսա կբերեմ հստակ օրինակ։ Նիկոլ Փաշինյանի մտածելակերպի մեջ եւ Աննա Հակոբյանի մտածելակերպի մեջ իրանք ապրում են նորմալ ապրելակերպով, հասարակ օրինակ 5 կտակարանից, որը որպես սրբության սրբոց ընդունում է հрья ժողովուրդը։ 5 կտակարան նշում եմ։ 5 կտակարանի մեջ կա Աբրահամ եւ Սառա կերպարներ, չէ՞։ Ովքեր լինելով ամուսին եւ կին, երբ որ այցելում են Փարաոնին, էլի, դա եգիպտական։ Չեք հավատում, վերցեք կարդացեք։ Որպեսի ծառայության անցնել Փարաոնի մոտ, Աբրահամ ասում է Սառային, արի ասեմ ես քո աղբերն եմ, որտեվ եգիպտական Փարաոնը ճիշտ չի հասկանա, որ ասեմ ես քո ամուսինն եմ։ Վերցեք կարդացեք։ Եվ Սառան դառնալով եգիպտական Փարաոնի սիրուհիներից մեկը, հետո երբ որ Եգիպտակ դառնում է, Աբրահամը ունեցվածքա ձեռք բերում, Մեսիանեյան, в общем, լավ ազգմել է իրան, իրական գան Սառային, տվել է ում եգիպտական Փարաոնին։ Համեմատություն զգմեք, Պարափաշյան ոնց ես։ Հետո երբ որ եգիպտական Փարաոնը իմանամ ասում է, արա լավ ընձի խեք խափեմ, եթե քո կնիկն է, ասա քո կնիկն է, խես ասեմ քուրս է։ Ասում դու ճիշտ չէիր հասկանա, որ ես իմ կնգան տվել եմ քեզ որպես սիրուհի։ Այդ թեմայի մեջ ես կարամ շատ ու շատ խորանամ։ Համեմատականի մեջ, որպեսի հասկանաք Նիկոլ Փաշինյանի կերպարը, Նիկոլ Փաշինյանի մտածելակերպը։ Նիկոլ Փաշինյանի համար ընտանիքը որպես այդպիսին սրբություն չի։ Նիկոլ Փաշինյանը կիսվիր մերձավորի հետ քո կնոջով այդ սկզբունքով առաջնորդվում։ Ինքը օքեյ էր նայում, երբ որ Աննա Հակոբյանը կարմիր շորիկով միջև իր ուղղահայաց թորոմատ ժպիտի են ամենավերջի կարը շորիկը հագեն եւ նստել էր վեհապարի դեմ դիմաց։ Չգիտակցելով կամ գիտակցելով, որ դու մտել ես մայրաթող, այս ինչ հակու կապա։ Ու այսօր նույն դիք ինչ ասեմ, էլի, նույն ջենջազավրը խոսում է ոչ բռնությանը։ Իրոք, դա ոնց որ մի հատ չգիտեմ ինչև որտե բաց պրարեխով աղջիկ անցնի, կրծքերը կիսա բաց, պրարեխը ես իմ ինչ բաց։ Մեխատ գրգռված երիտասարդ գրգռված։ Ասի գուզեմ քո հետ ըլնեմ։ Այս եթե զայվլենի գրի ասի ուզում են ինձ բռնապարեն։ Ու էտա միլիցիոները նույն ինքը ոստիկան ասի չասի աղջիկ ջան, բեմետեսի հակնվելու ձև է։ Դու այդ քո կանացի բարեմաստությունները որ բացահայ տվել ես արևի երես։ Դու չես մտածում որ տղամարդու մոտ դա կարող առաջացնի ցանկություններ։ Եվ այդ տղամարդը քեզ մոտենալով անի ոչ կոռեկտ առաջարկ։ Չնայած Աստված ասել է, աճեցեք եւ բազմացեք, բայց բարոյական սկզբունքների հիման վրա։ Աճեցեք եւ բազմացեք վերաբերում է քեզ Նիկոլ Փաշինյան, քանի որ դու կենթանի ես, դու մարդ չես։ Կենթանի։ Արավելյան գարասկոպով էլ խույ։ Խոյ։ Չէ, խոյ։ Երևի։ Արեմեցան բանը չինական գարասկոպով էլ ոչխար։ Հիմի հարց։ Ով է մտածում, որ Նիկոլ Փաշինյանը ով ասում էր կարևոր որոշումներից առաջ պետք է արփին քնի իմ ծոցը, չի առաջնորդվում 5 կտակարանով։ Նույն հрья ժողովուրդը չի ընդունում նոր կտակարանը, չի ընդունում Հիսուս Քրիստոսին որպես Աստծո միածին որդի։ Ով եկավ աշխարհ իր խաչելիությամբ, մահով եւ
հարությամբ փրկելու մարդկությանը։ Չի ընդունում, հրեա ժողովուրդը չի ընդունում։ Բայց ստեկա շատ հետաքրքիր տարբերակ։ Ես նույն հրեա ժողովրդի 3 ներկայացուցիչ ազգությամբ հրեա։ 15 թվին ցեղասպանեցին մի ողջ ժողովուրդ։ Երիտ թուրքերը։ Հրեա են չէ։ Եղե։ Հրեան եղե։ Նույն հրեա ժողովուրդը իր ներկայացուցիչի միջոցով 3 չեմիսոր Ռուսաստանի նախագահին ասում է մենք հույս ունենք, որ հրեաները կվերադառնան այն տարածքները, որոնք դուք վերցրել եք ձեր ենթակայության տակ։ Այսինքն աշխարհում ապրելու կանոններ թելադրում է հրեան։ Իսկ մենք ազգովի քլնգում ենք մեկս մյուսին։ Մենք մեզնից շատերը մեր հույսը կապել են Ռուսաստանի նախագահի հետ, ԱՄՆ նախագահի հետ, խի։ Ռուսաստանի նախագահան պարտավոր է ինձ ավելի շատ սիրի Հայաստանը։ Իհարկե ոչ։ Նույն ցարական Ռուսաստանը չէր, որ երբ որ դաշնակցությունը, հայ հեղափոխական դաշնակները որոշակի, ես ընդհանուր կուսակցությանը չեմ ասում, որոշակի բաշի բոզուկների ձեռքով կնքեց Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, ցարական Ռուսաստանը ասեց հոպ։ Հայաստանը իմ եղբայրական ժողովուրդն է։ 10,000 քառակուսի կիլոմետր, որ կնքել ես պայմանագիր, էսի քիչը հայ ժողովրդի համար։ Արի ես սարքեմ 30,000 եւ սահմանին կանգնեցնեմ իմ ռուս այդ սահմանապահ զորքերին։ Իսկ մարդիկ հիմա ամեն ինչ անում են, մարդիկ ասել են որոշակի հատվածը։ Արման Բաբաջյանի նման բոզի տղեկը, Լևոն Շիրիմյանի նման բոզի ծնումները, ովքեր ասում են ավելի լավ է ես թուրքի շունը լեմ, քան ռսի սապոկ լիզող։ Քո նմանները Շիրիմյան Լևոն։ Շիրիմյան մայով անպայման, որտեղ դու ջրաղացի ժանլույս չես տարբերվում։ Իրանք սովոր են լիզելու։ Ու ձեր համար տարբերություն չկա։ Դուք ռսի սապոկ կլիզեք, թուրքի թլպատված պուպուլիկ կլիզեք, կամ մեկ այլ գործոն կհամտեսեք, դուք լիզելու սովոր եք։ Ու մի հատ էլ հետաքրքիր բան էլի, մեր ընկերներից, իմ ընկերներից, Facebook-յան ընկերներից, մեկն էր գրել։ Անհամատեղելի են, այսինքն ոչ թե անհամատեղելի են, իշխանությունը եւ ժողովուրդը պետքա բարոյական մտածելակերպով քիչ թե շատ համընկնել իրար։ Այլապես իշխանությունը որպես այդպեսին չի կարող գոյություն ունենա։ Եթե օրինակ իշխանությունը կոռումպացված է, ուրեմն կոռումպացված է նաև ժողովուրդը։ Եթե իշխանությունը հող հանձնող է, ուրեմն հող հանձնող է նաև ժողովուրդը, որտեղ այդ նույն ժողովուրդը ընդունել է այդ իշխանությանը ու շարունակում ընդունել։ Դա շատ ճիշտ միտք է։ Դրա մասին նաև սենց հպանցիկ ասել է Նիկոլ Փաշինյանը շատ շուտ։ Եթե մեղավոր է իշխանությունը, ուրեմն մեղավոր է նաև ժողովուրդը։ Որտև այդ ժողովուրդն է այդ իշխանությանը բերել իշխանության։ Հիմա ո՞նց կարանք մենք որպես ազգ, որպես ժողովուրդ Նիկոլ Փաշինյանից կամ մեկ այլ մարդուց պահանջենք արժանապատվություն։ Եթե մեր ժողովրդի մի հատվածը համակերպվել է Նիկոլ Փաշինյանի տարած քաղաքականության հետ, ով հեքիաթներով կերակրելով պետական պարտն է հասցնում 16 միլիարդի, ով Արցախը հանձնեց գրչի մի հատվածով, ով ազգային ժողովի ամբիոնից ասեց կարող ենք ունենալ այս ամենը իհարկե առանց զոհերի, պատասխան ուզող չեղավ։ Հիմա կասեք շատերդ, մենք ով ենք պատասխան ուզենք։ Պետք է ԱԱՑ-ն ուզեր։ Ախր այդ ԱԱՑ-ում էլ ռաբակոպներ չեն աշխատում, չէ, էլի նույն հայերն են աշխատում, որոնք ցած մի պահ նայելով ժողովրդի ռեակցիային, ասին նայեք, ժողովուրդը սա չի ուզում, որ մենք ձերբակալենք ոմն բոզազավակին։ Ես խի պետք է հելնեմ պետական հեղաշրջում անեմ։ Այդ դրա համար եմ ասում, եթե ժողովուրդը ուզի, հասկանա, որ ընդդիմադիր գործիչների ղեկավարներից մենք իրավունք չունենք բան պահանջենք։ Հա, քվեին ձեր տված քվեին տեր կանգնեք։ Հա, բարձրաձայնեք, ասեք, ես ընտրել եմ խոսքի օրինակ ուժեղ Հայաստան։
Ոման այսօրվա ազգային ժողովի падգամավոր, դու որ անպագորգոր ելույթներ ես ունենում։ Բավականին մեծ բառամթերք եւ բառապաշար ունենալով։ Նիկոլ Փաշինյանի տված զնակը խես խփետ դոշերուտ։ Չէ որ դու ունես ուժեղ Հայաստան կուսակցության նշանը։ Անուն չեմ տա հասկացողը կհասկանա ում մասին եմ խոսում։ Ով մի փոքր արդեն իր ինքնասիրահարվածության գործոնը գերազանցում է ամեն ինչը։ Այդ հարցերը տվեք։ Հարցեր տվեք, ասեք, քննարկեք պետությանը վերաբերող հարցեր, այլ ոչ թե կերակրեք մեզ հեքիաթներով, մեկ այդ մյուսին հորդ, Օմարի արծիվ, ածան արծիվ, դա ինչ ա տալի երկրին ու ժողովրդին։ Բան ա փոխվում։ Բացարձակ, բան չի փոխվում։ Ուզում հասկանամ, երբ եք օգտագործելու են խոսույթը, որ թողը մի խանգարեք, թողեք թող աշխատեն։ Մինչև ուր։ Եթե հայ զինվորի կերպարա խայտարակած ոմն անտրուսիկ ծառայեց Վահագն Ալեքսանյան, կարող կայնի ձեզ ամբողջ խմբակցությանն ասի դուք ներողություն խնդրեք մեզնից։ Մենք ազգովի հասել ենք այդ օրին։ Անդրադառնալով եկեղեցու թեմային, չեմ ուզում այդ թեմայի մեջ շատ խորանամ, կա մի պարզ ճշմարտություն, որը մեզնից շատերը չեն ուզում այդքանը հասկանան։ Աշխարհի շատ ու շատ եկեղեցիներ, դա կլինի Հռոմի եկեղեցին, կաթոլիկ։ Եվ մի շարք այլ եկեղեցիներ տասնյակ տարիներով, եթե ոչ հարյուրամյակներով պայքար են տարել Սուրբ Էջմիածնի դեմ։ Որովհետև կոնկրետ Հռոմի եկեղեցու, կաթոլիկ եկեղեցու թշնամի ճակերտներով եղել է ով? Գրիգոր Նարեկացին, ով իր աշխատությունների մեջ գրել է, որ ոնց կարելի է լինել Աստված, հա, Աստված, որը հրեաներն ընդունում են իրենց որպես Աստված, անվանելով Յահվե կամ Եհովա։ Ես չեմ ուզում խորանամ կրոնաբանության մեջ, բայց ցանկացած մարդու հետ կարամ բանավիճեմ։ Բայց երբ որ Մովսեսը հրեա ժողովրդին դուրս էր բերում գերությունից եգիպտական, այդ նույն Աստվածը, եթե իրոք մարդասեր Աստված էր, թող եգիպտացիների զորքը չփակեր Կարմիր ծովը եւ եգիպտացիների զորքը չմնար ալիքների մեջ եւ խեղդվեր։ Այդ նույն ձեր ասած հрьяաների Աստվածը, հա, մենք որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցին ընդունում ենք Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի, Սուրբ Երրորդություն, չէ՞։ Հա։ Մենք ընդունում ենք բոլորին որպես Աստված։ Մենք չենք ասում Հիսուս Քրիստոսը հрьяաների պես Աստծո որդին չի։ Այդ նույն Աստվածը, երբ որ Սատանան ըստ Աստվածաշնչի մոտենում է Աստծուն եւ ասում է. «Տես դու Հոբի երանելուն տվել ես աշխարհի բոլոր բարիքները»։ Հեսա շատերը կասեն երևի թափել է ուղեղս։ Չէ, երկու հատ օրինակ եմ բերում։ Այ փորձի դա վերցնել այդ Հոբի ձեռքից եւ տես արդյոք նա կմնա հավատարիմ քեզ։ Եվ Աստված Սատանայի ձեռքով Հոբ երանելու ձեռքից վերցնում է ընտանիքը, իր ունեցվածքը։ Հոբ երանելին հիվանդանում է բորոտությամբ, բորոտ է դառնում, բայց չի շեղվում իր հավատից։ Եվ Աստված վերադարձնում է նրան այն ամենը կրկնապատիկ, ինչ ունեցել է ինքը ժամանակին։ Այսինքն մենք որպես Աստծուց ստեղծած արարածներ, մարդու դեմքով, մարդու կեցվածքով, օժտված բանականությամբ, իրավունք չունենք հանձնվել ոմն սրաշեղվածի, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի, հրամայականին, ով ընդհանուր կոմպրոմիս կամ ընդհանուր հայտարարակ է որոշակի ընդդիմադիր մարդկանց հետ։ Չէ՞ որ այդ երկիրը իրանցը չի մենակ, մենն էլ է։ Այ այդ ենթագիտակցությունը պետք է մտցնել մեր ժողովրդի մեջ։ Թե չէ անպագորգոր ելույթներ, ես գլուխ չեմ գովա, բայց ձեզանից յուրաքանչյուրից գոնե ամեն 5-րդից ավելի գրագետ կարամ ելույթ ունենամ ազգային ժողովում, բայց իմ ելույթից բան չի փոխվում։ Իմ ելույթից բացարձակ հայաստանյան իրականության մեջ բան չի փոխվում։ Ձեր ելույթներից մեծարգո падգամավորներ։ Հայաստանի արտաքին պարտքը, որը հատել է 16 միլիարդի սահմանը, չի նվազում։
Ձեր ելույթից երբևիցե չի բարձրաձայնվում ձեր ելույթների ընթացքում հարց, որ պետքա քննարկվի Արցախի հայության վերադարձը դեպի Արցախ։ Միջազգային խաղաղապահ ուժերի ներքո դա քննարկեք։ Թե չէ օմարի արծիվ, ածան արծիվ, հորթ, մոզի, բոզա, գռկա։ Դուք դրանով ոչ թե դուք ուղղակի ցույց եք տալի ձեր արդյունավետության օգգն, որ մտել եք ազգային ժողով, բայց չեք քննարկում հարցեր, որոնք ամենաարդիականն են մեր ժողովրդի համար, մեր ազգի համար։ Տարբեր հարցեր կան, չէ՞։ Այո։ Կանչեք։ Ազգային ժողով կանչեք գլխավոր դատախազին, բալետ պարողին, հարցեր ուղղեք։ Ազգային ժողով կանչեք, չգիտեմ, Անդրանիկին, Անդրանիկ Սիմոնյանին, ԱԱՑ տնօրեն։ Դուք որպես արդեն կայացած ազգային ոչ լեգիտիմ ազգային ժողով մտած եւ լեգիտիմություն, Նիկոլին լեգիտիմություն տված падգամավորներ հարց տվեք։ Ասա պարոն Անդրանիկ Սիմոնյան, այս ինչ թվականին 2021 թվականին Հայաստանի վարչապետը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ այո, կարող էինք ունենալ այս ամենը, Արցախի կորուստ եւ այս հողերի այսքան մարդ, իհարկե առանց զոհերի։ Դա իրավական հիմք չի, իրավական հիմք չէր ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին։ Թող պատասխանի այդ հարցին։ Կանչեք ազգային ժողով այդ հարցերը տվեք։ Եթե դուք ուզում եք հայ հանրության, հայ հասարակության մեջ գեներացնեք առողջ մտածելակերպ։ Եթե իրոք ուզում եք, այլ ոչ թե բառախաղով փորձում եք բոլորին շեղել։ Կարևոր հարցերից։ Նիկոլ Փաշինյանին կանչեք ազգային ժողով, խի չեք կանչում։ Կանչեք հարց տվեք, ասեք, դուք որպես Հայաստանի Հանրապետության ձեր բառամթերքով լեգիտիմ, իմ բառամթերքով ոչ լեգիտիմ վարչապետ։ Արքես թուղթ, արքես գրիչ, A4 ֆորմատի։ Գրի, որ դու որպես Հայաստանի Հանրապետության ինքնահռչակ վարչապետ չես պատրաստվում Տիգրանաշենը հանձնես Ադրբեջանին։ Ստիպեք թող գրի ստորագրի, որ հետո դա ձեզ հիմք հանդիսանա ժողովրդին հանել փողոց եւ ստիպել ուժային կառույցներին ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։ Չէ՞ որ դուք կրթվածության, գրագիտության աստիճանով մի քանի աստիճան ձեր ասելով ավել եք շարքային քաղաքացուց։ Եվ դրա համար դուք այսօր ազգային ժողովում եք, իսկ մենք մեր մեքենայի մեջ նստած մտածում ենք հացի խնդիրը ոնց լուծենք։ Աշխատենք, մեր քրտինքով ապրենք։ Կանչեք, խի չեք կանչում, որն է խնդիրը, որն է ձեզ պահող հանգամանքը։ Կանչեք ազգային ժողով հարց տվեք, ասեք, լավ, մենք մեր ժողովրդի մի մասն ուզում է գնա դեպի Եվրոպա, դեպի վիզաների ազատականացում։ Okay, դու Ռուսաստանին խես սարքում քեզ թշնամի։ Ինչի՞ ես քեզ 97 թվականին դաշնակցային պարտականություններ իրավերցած երկրին, որը աշխարհի ամենահզոր երկրներից մեկն է։ Հենց այսօր կռիվատալի ողջ արևմուտքի դեմ, ողջ Եվրոպայի դեմ մի հատ ծաղրացուի ղեկավարած երկրով, որտեղ ես ունեմ հարազատ քեռի, ով ապրում է հարազատ քեռին դե։ Երկու սլավոնական ժողովուրդ կոտորում են իրար։ Նույն հրեայի ձեռքով, որ խորանակ կհասկանաք խի, ոնց։ Կանչեք ասեք, գնեմ ենք Եվրոպա։ Եվրոպական շատ ու շատ երկրների ներկայացուցիչներ եկան Հայաստան։ Okay, դա ամենալավ բանն է։ Բայց դու Ռուսաստանին խես սարքում քեզ թշնամի։ Այ բոզաձակ, չէ, դուք ասեք պարոն վարչապետ, ես իրան բոզաձակ եմ ասում։ Կանչեք։ Կանչեք ազգային ժողովի ամբիոնի մոտ գենշտաբի պետին։ Իր հայրենիքը թշնամուն հանձնած Էդվարդ Ասրյանին։ Էվերսին։ Այսպես չես տալի։ Ուզում ես սենց ձեռը սենց տանես քիթբենի մասը ճպցնես, էլի։ Անես չրփես, որ իրա քթի պարունակությունը լղոզվի իրա քիդու բեյնին։ Հարց տվեք, ասա դու հանդիսանում ես Հայաստանի գենշտաբի պետը։ Միաժամանակ ազգային ժողովի ամբիոն հրավիրեկում։ Էտա զորավար Սուրեն Պապիկյան։ Զորավար։ Նայում ես հայացքին, ուզում ես գեդինը բացվի, դու մտնես գեդնի մեջ։ Այդ հենց խոժոռը նայեմ բոլորին։
Ես հպարտանում եմ քեզնով Սուրեն Պապիկյան։ Ես նրանց հպարտություն եմ զգում։ Ճիշտ է, դու լավ չես ծառայել, օֆիցեր ասպիսկա, չգիտեմ ինչի մար։ Ճիշտ է, դու Նիկոլ Փաշինյանի բենից ես թարս չխփիր, երբ որ հելավ ասեց, բենզինի շպրտել են տնակը վառվել է 15 հոգի վառավ գնաց։ Երկնային գրասենյակ։ Բայց դի խփեիր է, որտեվ եթե դու հոգով սրտով երջանկայի շտակ Վազգենի պես լինեիր, պաշտպանության նախարար, դու ամեն զինվորի համար կդողայիր։ Կանչեք Սուրեն Պապիկյան գենշտաբի պետ, ասա տևական ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Ինքնիշխան, այն տարածքում, որով մենք որպես երկիր մտել ենք ՄԱԿ անդամ պետությունների մեջ։ Ոնց եք պատրաստվում այդ մարդկանց դուրս հրավիրեք։ Հայերենով, ռուսերենով, ադրբեջաներենով, Սիկտիսյան կամ Նաթարսան։ Չէ, Նիկոլ Փաշինյան դեպքում ինքը Նաթարսան է ասում։ Ասում է գալբուրախ եք։ Գալբուրախ է։ Այդ խորը լեզվով, էլի։ Այն որ ամեն ինչի վերջում լեր։ Նիկոլ լեր, Սուրեն Պապիկյան լեր, Էդվարդ Ասրյան լեր։ Այսօր լարա վերջում։ Մեր լարախաղաց պարոն Փաշյանին հարց տվեք, ասա, դու գոռում ես խաղաղության մասին։ Մենք էլ ենք ուզում խաղաղություն։ Այ մարդ, ես էլ եմ ուզում խաղաղություն։ Բայց ոչ իմ ազգային ինքնասերության ստորացման հաշվին։ Բայց ոչ իմ երկրի տարածքային ամբողջականության խախտման հաշվին։ Այդ հարցերը տվեք ժողովուրդը գնալով պտիչկա, ծիծեռակ նկարելով ընտա տեղամասերում ձեր անվան դիմաց, ձեր կուսակցության անվան դիմաց, ձեզ այդ իրավունքը տվել է, ասել է հարգելիս, վեկալ գնայս հարցեր տուր, ասա ինչ ես տվել, որ ինչ ես ուզում մեզանից։ Քո ժամկետը չի լրացել։ Տիկին դեսպան, տիկին ասելով էլի, տիկին դեսպան, պետք է այդ խշտկցրեր ես, այ մարդ հելի գնա Ադրբեջան։ Հելի գնա Տոմի ջերի պես պարկի շահիդների պուրակում, ընդե քեզ կհերոսացնեն, որտեվ նույն ադրբեջանցի ժողովուրդն ասում է Նիկոլ Փաշինյանը 7 տարվա մեջ արել է ավելի շատ, քան 30 տարվա մեջ Ադրբեջանի ինքնիշխան Ադրբեջանի իշխանությունը։ Քեզ ընդե կհերոսացնեն, հել գնա։ Արա հել գնա խախանդաբրենք։ Դուք ես երևակայել ես Աբրահամ, Նիկոլ Փաշինյան։ Հա? Ում ես կնության տվե, որպես սիրուհի քո կնոջն, Աբրահամի օրինակով։ Հա? Պարոն Փաշինյան, քո խյատն է։ Ում ես տվե։ Սիմպատիչնի երաժիշտ տղա։ Ասում է անիմալ բուտերբրոդ արե։ Մարիաննա Հակոբյանին։ Էլ ասում է ոչ բռնության, այսպես։ Բայց ստե ուզում եմ ասեմ շատ սիրելի անձնավորության բար արտահայտություն, ինչ հևից է անցանք։ Բուտերբրոդ պոզայով։ Բա։ Այսինքն, այն որ ով է, որ կինոյի մեջ է, որը արտահայտություն, որ ասում է, այ ախպեր, ես ամեն ինչը թողեմ քո մար թիթեռ նկարեմ։ Հիմա ազգային ժողովի ամբիոնում շատ ու շատ պատգամավորներ զբաղված են հենց այդ թիթեռ նկարելու գործով։ Թիթեռ։ Թուղթ ես ավտոյի մեջ։ Նկարելու շատ հեռու է։ Թուղթ։ Butterfly։ Այդպես էր անգլերենով։ Մենք էլ բաբշկա, չէ՞։ Բաբուշկան տատիկներ։ Բաբշկա եք նկարեն։ 20 վիլեն ապրել են արի ծանրաձողի մոտ։ Վիլեն գիգակ, խոժորա աշկեր, իր այդ արծվանիստ, դիպաս գյուղա։ Հայացքով կնայի հնդիմադիր ժողովրդի կողմ, 20 քեզ հորյա 20 դուք էտա կոկորդիլասագետ գարիկը 20 դուք ադրբեջանցի տեսել եք։ Հարցս ավելի շատ խորքային է, քան մակերեսային։ Խորքային եւ մակերեսային, պետք է ասեմ, ծսնեմ քեզ ճուրի լուս։ Այ կոկորդիլոսագետ, դու որ ասում ես կոկորդիլոսն ունի քարաջիկ, այ աղբի տղա, դու գիժ ես։ Խորքային հարցերը նրանք են Արցախի ժողովուրդը, Արցախի հայությունը վերադառնալու է իր պապենական երկիր, թե ոչ։ Այդտեղ զանգն եկավ։ Երևի այսքանը։